Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում ավելի քան 2 ժամ զրուցել են Իսրայելի ու Լիբանանի ներկայացուցիչները ամերիկյան կողմի ներկայությամբ։ Ամերիկյան պատվիրակության ղեկավարը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն է։ Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները գլխավորում են Միացյալ Նահանգներում դեսպաններ Եչիել Լեյթերը և Նադա Համադե Մոավադը։ Բանակցային սեղանի շուրջ Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են համատեղ աշխատել Հեզբոլլահի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելու համար։ Հանդիպումից հետո հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթը։ Սա միակ հարցն է, որի շուրջ համաձայնության են եկել Լիբանանի ու Իսրայելի ներկայացուցիչները։ Բանակցային սեղանին դրված մյուս հարցերը արգախված են։ Թել Ավիվը բացառում է Լիբանանի հետ հրադադարի քննարկումը, քանի դեռ Բեյրութը չի ստիպել Հեզբոլլահին զենքը վայր դնել։ Մինչդեռ Լիբանանն անհապաղ հրադադար է պահանջել։ Միացյալ Նահանգներում Լիբանանի դեսպանը մատնանշել է շարունակվող պատերազմի հետևանքով Լիբանանում մարդասիրական ճգնաժամի խորացումը։ Այդուհանդերձ դեսպաններ Լեյթերն ու Մոավադը գոհ են հեռացել բանակցային սեղանից։ Չնայած Վաշինգտոնից հնչող հուսադրող հայտարարություններին, Լիբանանում լարվածությունը չի նվազում։ Իսրայելը հարվածներ է հասցրել հարավային Ջուայա քաղաքին։ Բեյրութի փողոցներում ավելի հանգիստ է։ Տեղացիները բանակցությունների վրա են կենտրոնացած, ոմանք դեմ են բանակցություններին, երբ Իսրայելը շարունակում է փլատակների վերածել երկիրը։ Դեմ ենք այս բանակցություններին, ինչ բանակցային քարտեր ունի Լիբանանը, սպանվում ենք ու մեր երկիրն ավերվում է, ինչու է Լիբանանը խոնարհվում Իսրայելի առաջ։ Սկզբունքորեն դեմ եմ ուղիղ բանակցություններին, ինչպես կարելի է բանակցել Նեթանյահուի հետ, որը խոսում է մեծ Իսրայելի մասին, այլ նաև ամբողջ Լիբանանն է ներառում, ինչպես կարող ենք բանակցել այնպիսի մեկի հետ, ով այդքան ցանկանում է օկուպացնել մեր երկիրը։ Որոշ լիբանանցիներ էլ պնդում են, որ միայն խոսքով կարելի է կանխել արյունահեղությունը։ Բոլոր պատերազմներն էլ բանակցություններով են ավարտվում։ Օրինակ Իրանը եւ Միացյալ Նահանգները պատերազմներում միլիոնավոր մարդիկ են մահանում։ Մենք լիբանանցիներս պատերազմ չենք ուզում։ Բանակցությունների նախօրեին Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ ոչ հետաքրքրված, ոչ մտահոգված է Միացյալ Նահանգների միջնորդած բանակցություններով, չեն ենթարկվելու ընդունված որոշումներին։ Իսրայելական լրատվամիջոցները Իսրայելի հյուսիսային մասում Հեզբոլլահի հարձակումների մասին են հայտնում։ Խմբավորումը նաև Լիբանանի հարավում իսրայելական զորքերի վրա 24 հարձակման պատասխանատվություն է ստանձնել։ Մարիամ Ամերջանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։